Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, մեր հյուրն է ԱԺ քաղաքացիական պայմանագիր պատգամավորի թեկնածու Հակոբ Զիմիդյանը։ Բարև ձեզ, պարոն Զիմիդյան։ Նախընտրական պայքար է գնում Հայաստանում, դուք էլ տեղյակ եք, բավականին թեժ է, այլ հարց է, որքանով է այդ նախընտրական պայքարը տեղավորվում գործող օրենսդրության սահմաններում, բայց լավ, դա մենք այսօր չենք քննարկելու, որովհետև որքանով ես հասկանում եմ, դա by default արդեն ընդունել են բոլորը եւ իշխանությունը եւ ընդդիմությունը, պաստառներ են արդեն քաղաքում փակցվում տարբեր տեխնացուների նկարներով, քաղաքական լոզունգներով։ Մի ուղղակի ցիտեմ այսօր ընդդիմադիրներից մեկի կողմից արած հայտարարությունը, որը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ռազմավարությունը տարբերվում է 21 թվականի ռազմավարությունից, եթե 21 թվականի ռազմավարությունը հիմնված էր ստի վրա, Նիկոլ Փաշինյանը ստում էր, հիմա Նիկոլ Փաշինյանը չի ստում, ուղիղ ասում է այն, ինչ մտածում է, եւ այդ ուղիղը, հա, անհայրենիքություն է։ Հիմա ձեզ հարց որպես պատգամավորության թեկնածու, ձեր ռազմավարությունը նախընտրական փոխվել է 26 եւ Գիտեմ ով է ասել, դա կարևոր չի։ Ինչ կոնտեքստում է ասել, ես կարծում եմ, որ կոնտեքստը ինչ կա սա։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ հայրենիքի մասին է, 2021-ին էլ էր հայրենիքի մասին, բայց եկեք հայրենիք բառը չտարանջատենք պետություն բառից, մենք ունենք ճշգրիտ սահմաններով երկիր, պետություն, որի անկախության, նաև խաղաղության համար կարծում եմ իշխանությունները անում է ամեն ինչ, արել է ամեն ինչ եւ չգիտեմ ելի եմ կրկնում ինչ կոնտեքստում է ասված, բայց ես ասում եմ սա է կոնտեքստը, ուրիշ կոնտեքստ չկա։ Հենց զուտ է սա։ Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, խաղաղության համար եւ նաեւ այդ ամեն ինչը պետք է բերի քաղաքացու ազատությանը։ Քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ Պարոն Զիմիդյան, շատ կարևոր մի բան ասացիք, դուք ասացիք, որ հայրենիքը չպետք է տարանջատել պետությունից, պետականությունից։ Ես էլ եմ անընդհատ այդ շատ կարևոր գաղափարը փորձում տարածել բոլոր միջոցներով, բայց տեսեք, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մեզ մոտ առնվազն ընդդիմադիր դաշտում կա տեսակետ եւ այդ տեսակետը շատ ակտիվ տարածվում է, որ պետությունը այնքան էլ կարևոր չէ, կարևորը հայրենիքն է, որի մասն է արդեն Արցախը, հա, ժամանակին խոսում էին Արևմտյան Հայաստանի մասին, երբ Արցախը հայկական է։ Հիմա այնպես է ստացվել, որ Արցախը մերը չի, զավթվել է Ադրբեջանի կողմից, հիմա Արցախն էլ է հայրենիք դարձել։ Եվ անընդհատ այդ խաղադրույքը բարձրացնելով եւ տանելով մեզ բոլորիս ընտրողին, այդ թվում նաեւ այս ընտրությունը, կեղծ ճանապարհով մեզ բերում են մի դաշտ, մի գաղափարի շուրջ, որը մենք ի վիճակի չենք սպասարկել։ Հայաստանի Հանրապետությունը, հա, մենք ի վիճակի չենք այդ ամեն ինչը սպասարկել։ Եվ դա բերում է մի վիճակի, երբ մենք սպասարկում ենք ուրիշի շահերը, ինչպես մենք արել ենք տասնամյակներով։ Ես ասեմ, որ նման հավակնոտ հայրենիք ունենալը ոչ միայն Հայաստանը, Հայաստանից շատ ավելի հզոր պետություններ չեն կարող սպասարկել։ Եթե մենք դուրս գանք ուղղակի որևէ անհատի ձևակերպումներից, մենք վերջերս ներկուսակցական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հանդիպման ժամանակ մի քաղաքացի ասում էր, որ իրան Արևմտյան Հայաստանն է պետք, Կիլիկյան Հայաստանն է պետք։ Գիտեք, ես ճիշտն ասած ուղղակի այս մարդու դիտարկումները, երբ ուղղակի տենց մտքով ուսումնասիրում եի, հասկանում եի, որ մենք այդ հայրենիք ասելու զուգահեռ մոտ 5-6 գործող սուվերեն պետության հետ ենք գործ ունենում, ոչ միայն հարևան 4 պետությունների, մինչև Սիրիա ենք հասնում, որոշ դեպքերում, չգիտեմ, անգամ Լիբանան կարող ենք հասնել։ Դե 300,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը դա է։ Եկեք ռեալ նայենք ամեն ինչին, հա, մենք ոչ միայն Հայաստան, ասում եմ Հայաստանից շատ ավելի հզոր պետություններ, ուղղակի անհնարավոր չի նման
հայրենիքի հավակնությունները սպասարկել։ Դա ուտոպիա է, եկեք ուղիղ խոսանք, Հայաստանը չի կարող հարևաններից եւ ոչ միայն սահմանակից հարևաններից, ասում եմ, այդ հայրենիք ասվածի շրջանակում, իհարկե ես հիմա հասկանում եմ, թե հայրենիք բառը օգտագործել եւ հայրենիք ասված բառակապակցությունը ինչպիսի էմոցիաներ կարող է լսողի մոտ առաջացնել, բայց եկեք էլի ռեալի մեջ մնանք եւ ասենք, որ անհնար է պատկերացնել մի հայրենիք, որտեղ բազմաթիվ այլ սուվերեն պետությունների հետ խնդիր կարող է առաջացնել, որտեղ եկեք մյուսների տեսանկյունից նայենք, ես ոչ Ադրբեջանին եմ ասում, ոչ Թուրքիային, որտեղ Ադրբեջանը Թուրքիայի դեպքում, որ ասեմ, էլի էմոցիոնալ դաշտը փոխվում է։ Հարևան Իրանի կամ հարևան Վրաստանի որևէ քաղաքացու ուղղակի տեսանկյունից նայենք, տեսնենք, որ մեր բարեկամ երկիրը Հայաստանը ինչ որ հավակնություններ ունի, որտեղ կարծես կարող է նաև իր շահերն բախվում եւ այստեղ է հայրենիք եւ պետություն, հա, այս սահմանագիծը եւ կարծում եմ քաղաքացիների հետ պետք է ուղիղ խոսալ, մենք երբեմն մեր խոսույթում սուր ենք արտահայտվում եւ քաղաքացին երբ լսում է ավելի շատ հակառակցիա է ունենում, բայց եկեք պարզ շիտակ տեսնենք, դիտարկենք, որ մենք ունենք միջազգայինորեն ճանաչված պետություն, ունենք նրա սահմանները, ունենք քառակուսի կիլոմետրը եւ գոնե մեր սերնդի պարտավորությունն է այս պետությունը ուժեղացնելու համար մեզ անկախություն եւ խաղաղություն է պետք եւ կարծում եմ վերջի 34-5 տարվա անկախությունն է հավակնոտ ուրեմն քայլերը տեսանք ինչի մեզ բերեց, ինչի հանգեցրեց, գոնե մեր այս նորագույն պատմության դասերից այո պետք է հետևություններ անել եւ քաղաքացիներին մոլորության կամ ավելնորդ երազանքների, մանավանդ պետությունը կամ իշխանությունը կամ քաղաքական դաշտը քաղաքացիներին անիրական որոշակի երազանքներ պետք է չմատուցի, պետք է ռեալ լինի։ Հիմա անդիմադիր դաշտում նման տեսակետներ հնչում են անգամ արցախցիների Արցախ վերադառնալու մասին է ռազմավարական ծրագրեր ունեն, մարդիկ ասում են մենք իրականացնենք, եթե ընտրվեն։ Շատ լավ, ես ինքս կուզենամ, որ դա ոչ թե բառ լինի, վերնագիր լինի, ուզում եմ տեսնեմ այդ քայլերի հաջորդականությունը որոնք են։ Ես իսկապես ուզում եմ լսել։ Վերջերս նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասեց, ինչ է դա իրենից ենթադրում։ Ղարաբաղ վերադարձը ինչ է, այսինքն Ղարաբաղից տեղահանվածը գնում է Արցախ եւ այնտեղ ստանում է Ադրբեջանի քաղաքացիություն։ Ինչ որ մեկը արցախցիներին հարցրել է, իր հերթին, բայց պետք է հասկանանք, չէ՞, իրավական շատ կոնկրետ process-ներ են, դրանք այդ ռազմավարությունը պաթոսային տեքստեր պետքա չլինի, պետքա իրավական գործընթացի ուրեմն նախագիծ լինի եւ ես ինքս շատ կուզենամ այդ նախագծի մասին լսել։ Պարոն Սիմիկյան, տեսեք, դուք ասում եք, որ այդպիսի հավակնոտ պլանները, ծրագրերը մենք չենք կարող իրականացնել, Հայաստանը չի կարող իրականացնել, Արևմտյան Հայաստան, Արցախ եւ այլն եւ այլն։ Հիմա այստեղ ավելի մեծ վտանգ կա։ Ոչ միայն չենք կարող իրականացնել, այդպիսի հավակնոտ պահանջներ ներկայացնելը մեր կողմից, երազանքներ ներկայացնելը մեր կողմից իրականությունից փախչելու, հա, մեր այդ մոլուցքը երազանքներում ապրելու մեր մոլուցքը բերել է նրան, որ մենք կորցրել ենք այն ինչ ունենք Արցախը։ Եվ եթե մենք շարունակենք այսպես, դուք այդ մարդուն չեք բացատրել, որ Արևմտյան Հայաստանի մասին է երազում, որ մենք կարող ենք արդյունքում Հայաստանը կորցնել։ Ինքը որտեղ է ապրում հիմա։ Ես ճիշտ ասած կարող է բնակավայրը ասեցի, ես ասում եմ, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, ասում եմ Հայաստանի Հանրապետությունից շատ ավելի մեծ եւ ավելի զարգացած պետություններ անգամ չեն կարող նման հավակնություններ սպասարկել։ Հավակնություններ ասելով ես նկատի ունեմ սկսած, որ դա շատ ուղիղ տանում է հարևան, բարեկամ եւ ոչ բարեկամ երկրների հետ հարաբերությունների սրման, դրա բոլոր հետևանքներով, ավարտած նրանով, որ դիմացինը արդեն քո հանդեպ է այլ կերպ տրամադրվում, այսինքն
ուրեմն սպասարկել այդ ամեն ինչը խճանկարը բավականին շատ կետեր ունի եւ պետք է հասկանանք, որ նման երազանքներով մենք ուղակի գործող մեր ունեցած աշխարհի կողմից ճանաչված պետության սուվերենությունը, խաղաղությունը, որը այս պահին ունենք, ուղղակի դնում ենք ռիսկի տակ եւ ելի եմ կրկնում, մեր նորագույն պատմությունից ուղղակի փաստորեն չենք կարողանում հետեւություններ քաղել։ Տեսեք, խաղաղություն բառը դարձել է հիմնական բառ այս նախընտրական կամպանիայի ժամանակ եւ արդեն այնպես է ստացվում, որ ոչ միայն իշխանությունն է դա օգտագործում քաղաքացիական պայմանագիր, այլ նաեւ ընդդիմությունը։ Այսօր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Կարապետյանը ասել է, որ թրիպը կարող է երկարաժամկետ խաղաղություն բերել եւ պետք է ԱՄՆ-ի դերը վկայից բարձրացնել խաղաղության երաշխավորի։ Արդեն այդտեղ է հասել ուժեղ Հայաստանը։ Ռուսական օլիգարխի կուսակցությունը արդեն ցանկանում է կամ գոնե հռետորաբանության մակարդակում այդ ցանկությունն է ցուցաբերում ԱՄՆ-ի դերը բարձրացնել դիչեր խաղաղության երաշխավոր։ Նա խաղաղության երաշխավորների մասին առաջի հարցս։ Արդյոք այսօրվա աշխարհի աշխարհակարգի հեղուկ, ինչ խոսք աշխարհակարգի պայմաններում ընդհանրապես տեղին է խոսել խաղաղության երաշխավորների մասին արտակին։ Ես ասեմ, որ գործող աշխարհակարգը կարծես արդեն չի գործում եւ նման պայմաններում այլ երաշխավոր գտնելու այս բանաձևը կարծում եմ կրկին մեզ տանում է միտեղ, որտեղ նորագույն պատմությունից պետք է հետեւություններ անեինք եւ կրկին չգնանք այնտեղ։ Կարծում եմ վարչապետը շատ ճշգրիտ ձևակերպել է, ասել է, որ խաղաղության երաշխավորը մենք ենք եւ մենք պետքա մեր հարևանների հետ նորմալ հարաբերություններ կառուցենք եւ մեզնից պետք է կախված լինի մեր մոտ խաղաղություն կա, մեր շուրջը խաղաղություն կա, թե ոչ մենք պետք է դառնանք երաշխավորը։ Մեր պետությունը հարևան երկրների հետ հարաբերություններով, տնտեսական կապերով այլ սուվերեն պետության սահմանների հանդեպ հավակնություններ չդնելով եւ մենք պետքա լինենք մեր խաղաղության ճարտարապետը, կարծում եմ Կարապետյանների դեպքում իրանք նոր հասել են նոր երաշխավորներ գտնելու բանաձևին, բայց չեն հասել են աստիճանի մտքի իմաստով, որ խաղաղության երաշխավորը ինքներս մենք պետքա լինենք, մեր պետությունն է իր ունեցած հարաբերություններով հարևանների եւ ոչ միայն հարևանների հետ։ Իսկ խաղաղության մասին այս ծավալվող ներքաղաքական դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը մեղադրում է, չիտում եմ հիմա իրեն, բոլոր ուժերին բացի քաղաքացիական պայմանագրից պատերազմի ուժեր լինելու մեջ, ասում են, որ եթե մենք չլինենք, այլ ուժ լինի, պատերազմ է լինելու։ Հիմա իրենք էլ ասում են, պատերազմ չեն լինելու, մենք չենք ուզում, ոչ որևէ մեկը պատերազմ չի ուզում, մենք էլ ենք ուզում խաղաղություն։ Հարցս այսպեսինն է. ընդհանրապես որքանով է նպատակահարմար խաղալ այս թեմայի շուրջ, հաշվի առնելով, որ ես դա տեսնում եմ մարդկանց մեջ։ Սա մարդկանց արժանապատվությունը հարված է հասցնում։ Մարդիկ կան, որոնք շատ լավ գիտակցում են այս ամենը, ինչի մասին նույն վարչապետը խոսում է։ Բայց երբ որ դու մարդուն ասում ես, դու եթե ինչ չես ընտրելու լինելու է պատերազմ, դու մարդու արժանապատվության հետ ես խաղում։ Հասկանալի է, նուրբ սահմանը հասկանալի է, բայց մենք ցավոք սրտի չենք կարող խուսափել այս դիսկուրսից։ Ձեր նախորդ հարցի մեջ հաջորդ հարցի պատասխանը իսկապես կա, որովհետև հիմա մենք ասում ենք այն խաղաղության գործընթացը, որը կա, որը արդեն որոշակի փաստաթղթավորված իրականություն ունի, պետք չի որևէ կերպ խախտել։ Նախորդ հարցի մեջ Կարապետյաններից մեկը ասում է, որ պետքա նոր երաշխավոր գտնենք։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ արդեն թրիպի վերաբերյալ պայմանավորվածությունները փաստաթղթավորված ունենք, բայց մենք խաղաղության նոր երաշխավոր չենք գտնում։ Մենք ենք դառնում մեր խաղաղության երաշխավորը։ Ես հիմա ստիպված եմ մտնել այս խոսակցության մեջ, որովհետև նախորդ հարցը վտանգում է այն ինչ հիմա ունենք մենք, այն ինչ փաստաթղթերի մեջ կար եւ այն դերակատարությունը, որ Հայաստանը ունի։ Ինքը ասում է բարձրացնենք ԱՄՆ-ի դերակատարությունը։ Մենք բարձրացրել ենք, բայց կրկին երաշխավոր գտնելը
եկեք գործող հիմա աշխարհաքաղաքական իրավիճակը դիտարկենք, որևէ ուժեղ կենտրոնի երաշխավորություն կարար Հայաստանի շուրջ այնպիսի մի քաոսային վիճակ ստեղծել, որ մենք ուղղակի չկարողանայինք հետևից հասնենք։ Հիմա մենք լինելով մեր խաղաղության երաշխավորը մենք ենք այդ գործիքները մեր ձեռքում պահում, դրա համար Հայաստանի շուրջ եւ Հայաստանում բարեբախտաբար խաղաղությունն է։ Ես հիմա չեմ ուզում շատ խորանամ թեմայի մեջ ասեմ, հիմա օրինակ, եթե Կարապետյանների ասածը այս պահին լիներ իրականություն եւ Հայաստանի անկախության կամ խաղաղության երաշխավորը լիներ օրինակ Միացյալ Նահանգները։ Հիմա Իրան եւ ԱՄՆ այս բախման տարածքում ինչ դերեր ունենալու Հայաստանը եւ ինչ իրավիճակ կարար Հայաստանի համար ստեղծվեր։ Հիմա կներեք, բայց ես ստիպված եմ պնդել, որ այնինչ հիմա անում է Հայաստանի Հանրապետության իշխանությունները, դրանք լավագույն ճանապարհն է խաղաղությունը հաստատ պահելու եւ իհարկե մի օր էլ անշրջելի դարձնելու ուղղությամբ։ Պետք չի նոր երաշխավորներ գտնել, պետք չի նոր բանաձևեր գտնել, այդ ամեն ինչը նորագույն պատմության ժամանակաշրջանում էլ ենք տեսել 150 տարվա ժամանակաշրջանում էլ ենք տեսել, չեմ խորանում ավելի հին ժամանակներ, այնպես որ ճարտարապետությունը, որը հիմա կա եւ որը զարգացնում է գործող իշխանությունները, պետք է հասկանալ, թե ինչքան դժվար իրադարձություններից հետո արդեն ձևավորված քաղաքականություն է, որ էլ եմ կրկնում, ցավոք սրտի մյուսների յուրաքանչյուր այլընտրանքային կարծիք կարելի է հիմնավորել, որ խաթարում է այս ճարտարապետությունը եւ դա մի ճարտարապետություն է այլընտրանքային, որը մեզ էլի կտանի որևէ անվտանգային այնպիսի փակուղու, որը ունեցել ենք։ Ես նաև տեսնում եմ այսպիսի տենդենս, ձեր բոլոր քաղաքական հակառակորդները փորձում են ձեր տակից հանել այդ խաղաղությունը, հա, որպես հիմք ձեր նախընտրական կամպանիայի եւ արդեն ես ուրիշ բաներ եմ լսում, այսօր տեխնացուներից մեկը ընդդիմադիր ուժերի հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսել է 25-ի մարտին հարձակում գործել Հայաստանի վրա եւ այդ հարձակումը կասեցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով։ Սա ասում է մի մարդ, որը որ այդ ուժը համարվում է պրոգրեսական ուժ, հա, միջև երեք ինչ էին ասում էին Ամերիկան ոչ մի բան չի արել։ Հիմա ասում են Ամերիկան է ասել, ասացել։ Եվ հետո շարունակում է, ասում է Թրիպը պարզապես փրկեց այս իրավիճակը։ Ես հիմա ցիտում եմ նրան։ Եվ դրանից հետո ասում է, որ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի կողմից ցանկացած զիջումները Ադրբեջանին անտեղի են եւ ոչ թե զիջումներով դու Ադրբեջանին կարող ես հետ պահել, հա, նոր պատերազմից, այլ հենա Թրիպը աշխատում է, Թրիպ նախագիծը ԱՄՆ-ն օգնում է, ինչ կարիք կա գնալ զիջումների։ Այսինքն այս խոսույթը, որը առաջ ձեր դեմ էր գեներացվում, հիմա փորձում են գեներացնել իրենց օգտին, ասում են, հա, Ամերիկան է։ Ես կրկին չգիտեմ ով է հեղինակը խոսքի։ Ես կարող եմ ասել, բայց դրանց բան չի կարող։ Անունները կարևոր չեն։ Եթե մի տարի առաջ վերադառնանք, վստահ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դերի մասին կգտնենք այլ պնդումներ հենց իրանց ուժի, իրանց ներկայացուցիչների։ Հիմա էլ կարծես Թրիփին պաշտպանում են գործող իշխանություններից իսկապես աբսուրդ է, ես չգիտեմ, աբսուրդ բաներ են խոսում, չգիտեմ էլ ինչ մեկնաբան են, ինչ ասեմ, ինչ ենք զիջել Թրիփը գործող իշխանությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի եւ հին եւ նոր իմիջայլոց, այսինքն եւ Բայդենի ժամանակ եւ արդեն Տրամպի ընտրվելուց։ Իրենք էին չէ, ասում են Թրիպը դա ոչ այն է, քան Զանգեզուրի միջանց։ Դա էլ էին ասում, բայց ես հիմի չեմ հիշում իրանք ինչքան տարբեր բաներ էին ասում, հա։ Հիմի դրա համար չեմ հիշի եւ մեջբերի թե այո, Թրիպը սկզբից ասում էին, որ դա է միջանցքն է, էլի։ Պարոն Սեմիջյան, այսպեսի հարց, բոլորս էլ հասկանում ենք, որ դուք ունեք ձեր էլեկտորատը, որը ինչ էլ լինի ձեզ ձայն է տալու։ Իրենք ունեն իրենց էլեկտորատը, որը ինչ էլ լինի իրենց է ձայն տալու։ Չասենք ինչ էլեկտորատ է ովքեր են եւ ինչու են դա անում։
Ձեր հիմնական պայքարը այսօր քաղաքական ուժերի գնում է այդ էլեկտորատի, որը որ չի կողմնորոշվում, չէ՞, դա մեծամասնությունն է, տարբեր գնահատական 60%, 70%, չգիտեմ։ Ես սոցիոլոգ չեմ։ Ինչ եք դուք առաջարկում այդ ընտրողին, որովհետև տեսեք, երբ ես հետևում եմ ձեր նախընտրական կամպանիային, երբ վարչապետը, ազգային ժողովի նախագահը կարտոֆիլ է ուտում, կարկանդակ է ուտում, չգիտեմ, շատ բաներ են ուտում, ես հասկանում եմ, որ դա այդ ընտրողի դեպքում չի աշխատի։ Այդ ընտրողը, որը չի ընտրում ԿՊ-ին եւ չի ընտրում այս ընդդիմությունը, ինքը այլ ակնկալիք ունի ձեր քաղաքական ուժից։ Որովհետեւ լավ, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, դրա համար չեմ բացել այդ փակագծերը, ակնկալիքները այն են։ Այդ ընտրողին ինչ եք դուք առաջարկում, որովհետեւ ես օրինակ տեսնում եմ կարիք, որ դուք պետք է աշխատեք նաեւ այդ ընտրողի հետ եւ այդ ընտրողի դեպքում ուրախ ավտոբուսը չի աշխատում։ Հետո ես կարող եմ կարճ ասել, մենք առաջարկում ենք անվտանգություն, երաշխավորված անվտանգություն, խաղաղություն, որը հենված չի ռազմական ուժի, ռազմական բալանսների, հենված է բարեկամության, բաց սահմանների, տնտեսական հարաբերությունների խորացման եւ ոչ միայն հարևան պետությունների, այլ նաեւ զարգացած աշխարհի արևմտյան եւ ոչ միայն մերձավոր արևելքից մենք տարբեր երկրների հետ բավականին լավ դիվանագիտական հարաբերություններ ունենք, խորացնում ենք, նոր դեսպանություններ ենք բացում, այսինքն Եվրոպայի հետ մեր հարաբերությունները բավականին ուրեմն խորն են եւ խորանում են տարբեր ուղղություններով, այսինքն մենք առաջարկում ենք մարդկանց անվտանգություն, որը կալաշնիկովով չի, որը տնտեսական հարաբերություններով է եւ զարգացած առողջ միջավայրով, կարծում եմ մարդիկ սա լավ կհասկանան եւ նաեւ 2025 թվականի թե տնտեսական ցուցիչները, թե առաջի անգամ ներգաղթի, հա, որոշակի այսպես ցուցիչներ տեսնելով կարող ենք ասել մարդիկ սա հասկանում են։ Ուրախ ավտոբուսը կարծում եմ ավելի շատ շեղում է, հա, այս շատ շիտակ իրականությունից։ Դրա համար եմ այդ հարցը ցույց տալիս։ Բայց եկեք հասկանանք, որ ուրախ ավտոբուսը դա ներկուսակցական քարոզարշավի ուրեմն տրամաբանությամբ է, մենք բուն քարոզարշավի մեջ չենք մտել, մենք դեռ նախընտրական մեր ծրագիրը չենք ներկայացրել, մենք առաջիկա 5 տարվա մեր խոստումները դեռևս կետերով չենք ներկայացրել, կարծում եմ այդ փուլն էլ կգա եւ ավելի հասկանալի կլինի մարդկանց համար։ Այդ դեպքում վերջին տրամաբանական հարցը, տեսեք, դուք ասում եք մեր խաղաղությունը եւ անվտանգությունը, որը մենք առաջարկում ենք մեր հասարակությանը, հիմնված չէ ռազմական ուժի վրա, կալաշնիկովի վրա չի հիմնված, այլ առողջ միջավայրի եւ հարաբերությունների հարևանների հետ։ Հիմա Ադրբեջանի հետ հարաբերությունները հետեւյալն են։ Այսօր նորից ես կարդացի, որ հերթական գնացքն է գալիս, հա, ինչ որ ծորենով կամ բիզվարելիքով կարևոր չի։ Բայց ռեալ քայլեր դեպի խաղաղության հաստատման։ Օրինակ, ինչու Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Չէ՞ որ եթե իրոք նրանք շահագրգռված են, կարող են ստորագրել միջև ընտրությունները եւ հետո ռատիֆիկացնել, չգիտեմ, 1 տարի հետո կամ 2 տարի հետո։ Ինչպես դա եղավ հայ-թուրքական պրոտոկոլների արձանագրությունների դեպքում, այդպես էլ չրատիֆիկացվեցին։ Հիմա հարց է առաջանում այդ քայլերը ինչու չեն ձեռնարկվում։ Տպավորությունը է, հա, ժողովրդի լեզվով ասած, որ Ալիևը ոտը կախակցել, այսպիսի գնացքներով ինչ որ բան է ստեղծում, հա, իրավիճակ է ստեղծում, որ խաղաղությունը ամեն ինչ լավ է, բայց վճռական քայլեր չեն արվում Ադրբեջանի։ Ես կարծում եմ, եթե օրինակ օգոստոսի 8-ը եղած չլիներ, ես հիմա բավականին խեղճ կլինեի ձեր հարցի պատասխանում, բայց օգոստոսի 8-ը արդեն ցույց է տալիս, որ շատ կոնկրետ քայլեր կան, որոնք արդեն եղել են, գնացքի գալն էլ իրականում պետք չի թերագնահատել, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ մենք այս խաղաղության գործընթացում որևէ մեկի մարդկային բաց սրտի ուրեմն արդյունքում չի, որ որևէ փաստաթուղթ ենք ունենում կամ որևէ նոր հաջողություն է, այսինքն անընդհատ ընդդիմությունն էլ հարևան երկրի ղեկավարի ցանկություններից ելնելով է, հա, դիտարկում խաղաղություն ունենք, թե չունենք։
ես իմ խորին համոզմամբ մենք դրանից չի որ կախված ենք խաղաղություն հաստատելու եւ վերջնական խաղաղություն ունենալու, դա բարդ աշխարհակաղակական էս process-ների եւ նաեւ տարածաշրջանային տարբեր process-ների, այդ թվում նաեւ ազնիվ եւ շիտակ հարաբերություններ կառուցելու ուրեմն մոտիվացիայի արդյունք կարող է լինել, որը իմ խորին համոզմամբ ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ։ Այո, իհարկե նաև լավ կլիներ, որ միջև ընտրությունները մենք որոշակի կոնկրետություններ ունենայինք վերջնական տեսքով, բայց նաև մերձավոր արևելքում տեղի ունեցողը կարծում եմ այս ամեն ինչի վրա իր ազդեցությունը թողում է։ Պարոն Սիմոնյան, այն որ օգոստոսի 8-ը դա առանցքային հիմնասյունն է այս խաղաղության գործընթացի, դա բոլորը գիտեն, բայց դուք մտավախություն չունեք, որ այդ հիմնասյունը կարող է տատանվել եւ տեսնում ենք ինչ է տարածաշրջանում ինչ է կատարվում եւ կարող է ռևիզիոնիզմի ենթարկվել այդ։ Ես եկեք մտավախություններով առաջ չգնանք, որտեվ եթե 3 տարի պլան B ունեք, եթե միշտ պլաններ կան, այսինքն մենք 2 ամիս առաջ չգիտեինք, որ Իրանի շուրջ նման ուրեմն զարգացումներ Եվ չգիտենք ինչով է ավարտվելու այդ զարգացումը։ Չգիտենք ինչով է ավարտվելու, բայց Հայաստանի կառավարությունը վարչապետը արդեն ասեց, որ մենք մի տարի առաջ նման սցենարների մասով արդեն ուրեմն քայլեր արել ենք, նախաձեռնություններ ունեցել ենք, պլան B-ն կա, բայց եկեք հիմա չնստենք մտածենք, որ այնպիսի վատ սցենար կարող է լինել, որ մեզ կարող է, չգիտեմ, հանգեցնել շատ վատ մի իրականության, ես կարծում եմ, որ մեր դիվանագետները, համապատասխան կառույցները բավականին լավ վերլուծում են վիճակը Հայաստանում, Հայաստանի շուրջ եւ նաեւ պլաններ կան եւ ամեն դեպքում եկեք ապոկալիպտիկ չդիտարկենք ամեն ինչ, մի օրում միանգամից ամեն ինչ չի քանդվի եւ ամբողջ աշխարհում այդպիսի սցենար չի լինի եւ Հայաստանն էլ արդեն նման հաջողություններից հետո կարծում եմ որևէ վատ սցենարների պարագայում իր անելիքը կունենա եւ իր անվտանգությունը կապահովի։ Ես ինքս շատ կցանկանամ, որ օգոստոսի 8-ը շարունակի ակտուալ լինել եւ այդ ամենը գործի եւ մենք խնդիրներ չունենանք, բայց կարծում եմ այնուամենայնիվ պլան B-ն պետք է ունենալ եւ ինչու ոչ C-ն, եթե հնարավորություն լինի։ Դες վստահ եմ ունենք։ Ուղղակի Ես վստահ եմ ունենք, եթե մենք քննարկենք սցենար կոնկրետ, ես իմ տեսակետը կարծիքը կհայտնեմ, բայց իմի վերացական որևէ դեպքում ես իմի ոչ պլան B-ի մասին կարող եմ խոսել, ոչ C-ի։ Պարոն ցավոք մեր ժամանակը ավարտվեց, մենք դա կարող ենք անել մյուս անգամ, եթե գաք մեզ հյուր եւ մենք մեծ ուրախությամբ այդ սցենարները կքննարկենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի տեխնացու Հակոբ Սիմիդյանը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։